աշխարհի մասշտաբով ամենահզոր զորեղ հոգևոր կառույցը կլինի Հիսուս Քրիստոսի արձանը։ Գնում ենք հատիսի գագաթ ընկերներ։ Ասում են, որ եղել է Արա Գեղեցիկի եւ Շամիրամի Եվ այդ ջուրը առաջին լավ ջուրն է եղել, որը մենք փորձելու ենք տեսնել նախ պատվանդանը, որի վրա պետք է կանգնեցվի Հիսուսի արձանը, աշխարհի ամենամեծ, իսկ հետո նոր բրոնզե դարի ամրոցը։ Բարեկամներ, հարգանքներս, մենք հասել ենք համարյա թե Աբովյան քաղաք, բայց Աբովյան քաղաք չենք գնում, գնում ենք մի շատ հզոր ուժեղ տեղ, որտեղ շատ շուտով աշխարհի մասշտաբով ամենահզոր զորեղ հոգևոր կառույցը կլինի Հիսուս Քրիստոսի արձանը։ Գնում ենք հատիսի գագաթ ընկերներ։ Գնամ ջավախքս տեսնեմ, կռունգներից թև տվեք, թե որ աստեք ջավախքով բարևներ տարեք, օտարությանը մեջ անցավ գիշերս աչքով արթուն, կռունգներ Ժամը հիմա արդեն համարյա 5-ն է, ժամը 6-ին կլինենք այդտեղ, հույս ունենամ, որ աշխատողները շուտ չեն գնում ու մեզ կթողեն հասնենք հատիսի գագաթ։ Հատիս լեռը ինքը շատ հարուստ պատմություն ունեցող լեռ է, դեռ բրոնզե դարվա ժամանակներից այս լեռը մարդկությանը պիտանի է եղել։ Եվ պատահական չէ, որ հենց այնտեղ է լինելու Հիսուս Քրիստոսի արձանը, մեծ արձանը, աշխարհի ամենամեծ արձանը, որը որ շատ կարևոր եմ համարում, որ մեր Հայաստանը հայերը ընդունել են առաջին քրիստոնեությունը, եղել են առաջին ազգը, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, այսօր այս արձանը լինի հենց մեր երկրում։ Ես շատ ուրախ եմ այդ առիթով, ուրախությունից վերցրել եմ իմ ընտանիքը Վարդանի հետ միասին, Վարդանն էլ է իմ ընտանիքից տարբերություն։ Գնում ենք հիմա ուղիղ հատիս լեռան գագաթ։ Ձեզ ցույց կտանք ճանապարհը, կպատմենք հատիս լեռան պատմությունները, իրողությունները, նայեք, հատիս լեռը ասում են, որ եղել է Արա Գեղեցիկի եւ Շամիրամի առաջին հանդիպման վայրը, ընդեն ստրենկայել է, հանդիպել, ընկերացել են, սեր է եղել եւ այս սարսիրո հիմքով է ընկերներ, սեր կա այնտեղ ու լինելու է միշտ, որովհետեւ մերօրյա հզոր մարդիկ են դա հաշվի առնում եւ պահում են սերը, պահպանում են ինչքան կարող են, իսկ մենք դրա մի մասնիկն ենք եւ ամեն մեկս մեր ներկայությամբ մեր համաձայնությունն ու ոգևորությունն ենք փոխանցում այն մարդկանց, ովքեր այս գաղափարը իրագործում են, դարձնում են իրական մեր բոլորիս համար, մեր ազգի համար, որովհետեւ երբ որ արդեն ամեն ինչ պատրաստ լինի, ամբողջ աշխարհը Հայաստանը ճանաչելու եւս մեկ հզոր առիթ ու պատճառ կունենա։ Հետևաբար սա բոլորիս ուրախությունն է։ Օրտնված լինի այս գործը, թող առաջ գնա Աստծո կամքով, իսկ մենք մեծ սիրով մեզանից կախվածը կանենք անպայման։ Իսկ հիմա ես մանևրում եմ, որպեսզի մեքենաների արանքներից գնանք հասնենք հատիս լեռ։ Ճանապարհը ինձ թվում է դժվար կլինի, որովհետև դեռ գրունտային է, բայց ապագայում այնտեղ կլինի ասֆալտ, որովհետև տուրիստների մեծ հոսք է սպասվում։ Եվ ես շատ ուրախանամ այդ առիթով։ Ուղղակի մեր այսօրվա գերնպատակն այն է, որ ֆիքսենք այն, ինչ այս պահին կա, եւ մի գեղեցիկ օր կգանք ֆիքսենք այն, ինչը որ արդեն կլինի։ 40 ակն խմելու ջրերի պաշարն է դուրս գալիս հատիսի ստորոտից։ Եվ այդ ջուրը առաջին լավ ջուրն է եղել, որը ջրագծով մատակարարել են Երևանին, մայրաքաղաքին, եւ մինչ օրս այդ ամեն ինչը կա, երևանցիները խմում են հատիսի ջուրը։ Հատիսի գագաթին հայտնաբերվել է նաև բրոնզեդարյան ամրոց եւ իհարկե հատիսի ամբողջ շրջակայքում կա 40 պատմամշակութային օբյեկտ,
Հա 20, ես ուղղակի բազմապատկել էի երկուսով 40 պատմամշակութային օբյեկտ։ Պատկերացնում եք ինչ հզոր պատմական տարածքների վրայով ենք հիմա մենք բոլորս գնալու անցնենք։ Եվ ես ձեզ ցույց կտամ այն, ինչը որ այսքան ժամանակ ցույց չեն տվել։ Հիմնականում իրադարձությունները զարգանում են Լեռան գագաթին, Լեռան շուրջը եւ ընդհանուր ճանապարհը մեզ ոչ ոք ցույց չի տվել։ Հենց դա է դարձել իմ հետաքրքրության պատճառը, որ հենց հիմա իմ ընտանիքի հետ միասին որոշել եմ գնալու, տեսնել իմ աչքերով եւ ինձ լավը զգամ։ Չէ որ արա գեղեցիկն ու Շամիրամն են այնտեղ սեր ստեղծել, մինչ օրս կա այդ սերը, իսկ մենք կգնանք այդ սիրո մեջով կանցնենք, ես կորոշեմ թե որտեղ են կոնկրետ հանդիպել։ Ու այդ տեղը ցույց կտամ, բոլորը կգնաք կտեսնեք այդ տեղը։ Վարդան դու կարաս ենթադրես որտեղ հանդիպած կլինեն։ Ինձ թվում է հանդիպման օրը գարուն էր, կանաչ էր դաշտը եւ կար մի բացատ, որտեղ Արա գեղեցիկը սիրում էր գտնվել եւ հենց այդ օրը Շամիրամը պատահաբար իր որսորդների հետ եկել էր որս անելու ու հանդիպեց Արային։ Տեսավ, խոնարհվեց Արայի գեղեցկության վրա, չէ որ Արան գեղեցիկ էր եւ նրա երկրորդ անունը Արա գեղեցիկ էր, սիրուն Արա, կյանքի կտոր Արա։ Նրա համար էլ Շամիրամը խենթացավ։ Ասում են Շամիրամը մի քիչ գեշո էր, բայց կապ չունի։ Չէ որ Շամիրամն էր։ Սիրը արվեց Արային, սերը ծնվավ, Արան էլ Շամիրամին այդ գեշությունը միան, հոգին շատ սիրեց, սիրահարություն սկսեց։ Բա գնանք դեպքի վայր ընկերներ։ Դարեր հետո գնում ենք դեպքի վայր։ Դեռ ճանապարհը ասֆալտ է։ Մենք անցնելու ենք Արամուզ գյուղով։ Անցնելու ենք նաև Արամուզ գյուղով չենք անցնելու, բա որ գյուղով ենք անցնելու։ Մայակովսկի։ Հա, Մայկովսկի, պրիվետ։ Հետո նոր գյուղ։ Նոր գյուղ, այս երեք գյուղերը կոնկրետ ծաղկելու են Հիսուսի արձանը, հենց որ դառնա արդեն տուրիստներին հետաքրքիր եւ պատրաստ լինի։ Այս երեք գյուղերը մեկ ուրիշ տեսք են ստանալու։ Տեսեք, ապագան այստեղ արդեն ոնց որ փայլում է։ Ոսկեզոծ է ու գեղեցիկ։ Մենք կլինենք առաջիններից, որ կգնանք ու ցույց կտանք այն, ինչ այս պահին կա։ Ես վստահ եմ, որ 10 տարի հետո այս տեսանյութը նայողները կասեն, «Արա ճիշտ էր ասում»։ Եսի մի բան գիտեմ բարեկամներ, ասելու եք։ Կարող են հիմա չասեք, բայց հետո ասելու եք, համաձայնելու եք, եթե համաձայնել չեք։ Սա մեր երկրի համար շատ կարևոր ու լավ գործ է։ Իմ սատովա, քո սատովա Վաթան։ Շատ։ Պատկերացնում ես ինչքան սիրունալու է։ Օրինակ, որ գնացինք Գորգոգրադ մաման Կուրբանի մոտ, չէ՞։ Ինքը այդպես շատ սիրուն տեղում չէր կառուցված, բայց ինչքան լավ է, մեծ հսկա արձան։ Հիմա արդեն ունենալ ենք Հիսուս Քրիստոսի արձան։ Նայես ու հիանաս։ Ու վստահ եմ ամբողջ աշխարհի քրիստոնյաները իրենց պարտքը կհամարեն այնտեղ գտնվել ու կգան։ Հələ այն հարուստ քրիստոնյաները որ գան Ես փողերը ցրվելու վաճուզակ կգնա։ Լտես այս խանութները դառնալու են մեգամոլներ։ Հա, մոտենում ենք Խաշմերուկին, որտեղից որ պետք է բռնենք Հատիսի ճանապարհը։ Գնում ենք նոր գյուղ, որը շուտվանից կա, ուղղակի անունը միշտ նրան նորացնում է, սարքում են նոր ու գեղեցիկ։ Գալիս է մի մեքենա ու այդ մեքենան, այստեղ մենք շովել ու ինչպես ես հասկանում եմ, զիջեցինք, վերջացրեցինք, շարժվում ենք բարեկամներ։ Տուրիստական ճանապարհն է սա ամենագեղեցիկ տեղ տանող ճանապարհներից մեկն է դառնում հայոց աշխարհի։ Դե, եթե լինի նորություններ կմիանանք, կապով կլինենք։ Մնացեք մեզ հետ, գնում ենք Հատիս Լեռան գագաթ։ Տեսնենք, հիշենք այս ճանապարհը, ստեղ ես ավտոյեմ անվանափոխել նոր հիշել։ Հիշենք այս ճանապարհը, որովհետև այն լրիվ փոխվելու է ընկերներ։ Այստեղ լրիվ ուրիշ իրավիճակ է սկսելու։ Այստեղ սպասվում է մեծ փոփոխություններ։ Այս ճանապարհի աջ ու ձախ կողմերը այդ տեսք են ստանալու։ Ավելի ուսիշ սիրուն տեղ է, մանկապարտեզեր, գույնզգույն շենքեր։ Տեսեք ու հիշեք այս տեսարանները։ Դուք իմ ասածը կտեսնեք 10 տարի հետո այստեղ ինչ է լինելու։ Մեր հայրենակիցները այս տարածքի գտնվող իրենց շատ լավ են զգալու եւ ստեղծագործելու են։
Զոր ճանապարհը, ինչքան սիրուն է, ստից նայես երևա, արդեն կերևա, հա։ Հսկայական աշխատանք են արդեն կատարել, բարեկամներ, ճանապարհը արդեն ամբողջովին վերանորոգված բանը սարքված է, հողից է, բայց արդեն կա։ Հիմա մնում է գնանք մոտիկից տեսնենք, էլի, չէ՞։ Սենց է այդ վարդան ճանապարհը։ Ու այս պահին էլ արդեն նավիգատորը պարզ ցույց է տալիս ճանապարհը, եթե ուզենաք գնալ, շատ հեշտ կարող եք գնալ։ Մնում է ցանկություն, մեքենա, մի քիչ էլ փող որ գազ լցեք, կամ բենզին, եթե դուք գիտեք։ Բարեկամներ, այստեղ նաև լինելու է ճոպանուղի, ինչը կրկնակի հաճելի է, այսինքն ձմռանը ավելի հետաքրքիր է լինելու այն մարդկանց համար, ովքեր սիրում են դահուկային սպորտը։ Այստեղից արդեն հիմա մենք Կոտայք գյուղում ենք, լքում ենք Կոտայք գյուղը երևի թե։ Ուղղակի այս ճանապարհի հիմնական մինուսը կարելի է համարել այսքան շատ պարկած արգելա ընթիկները։ Ուրիշ խնդիր չեմ տեսնում, բայց ես էլ իր հերթին նենց անում, որ արագաչափ չտեղադրեն գոնե, բայց էդ էլ կանեն, եթե հոսքը շատացա, վստահ եմ, որ էդ էլ են անելու։ Բայց այս պայդրությամբ ամեն ինչ ուղղակի շկարն է։ Ребята, շկարն, всё։ Աշունն է գեղեցիկ։ Բան ինչ կասես այս ճանապարհի մասին։ Լավա դու եք գալիս է։ Ահա։ Հետո կմեծանաս կհիշես, որ դա չէին սարքե, բայց դու պապա մամայի Վարդանի հետ եկել ես տե, էլի։ Հետի դու կհիշես միշտ։ Կիմանաս, որ եկել ես հələ արձանանդե չէր, բայց դու եկել ես։ Արձանն էլ գտնվում է Զովունիում ընկերներ, եթե այսօր ժամանակ ունեցանք, անպայման կգնանք նկարելու, եթե չէ, ներող կրնենք հետո։ Այստեղից արդեն ճանապարհը չէ, ուր հասանք, հələ նոր ենք սկսում գնալ։ Որ ասֆալտ է, բայց ինչքան տեղ է ասֆալտ։ Ստե մարդա հարց փորձանենք։ Գերի։ Տեսեք ընկերներ, ուժեղ թափով շինարարություն է գնում։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ եք։ Դե պարկ ասતો որ լավ եք։ Եկել եմ բարձրանամ, կարամ բարձրանամ։ Ախ իմ տիկնապա Անուշ աղբեր։ Հելն եմ, չէ։ Հələ էդ էլ բան ճոպանուղու կաբինաներն են։ Դες նկարելով էտում ենք, էլի պատմենք մենք բոլոր մեր ընկերներն իմանան, բարեկամները բոլորը։ Եղեգնաձորից եմ։ Ու այդքան տեղ եկել եմ, որ հելն եմ, Աբրիզ դե, շնորհակալ եմ։ Նկարի բաները, կաբինաները։ Օ, հզոր։ Ծաղկում է Կոտայքի մարզը։ Եվ պետք է անպայման շեշտեմ, որ մեկ մարդը ինչքան հզոր կարող է լինել հայ մարդը, որ այսքան բան անի։ Հետևաբար ես մաղթում եմ մեր ազգին, որ ավելի շատանան նման հզոր մարդիկ եւ օգտակար լինեն ազգին, ցես ճիշտ խելամիտ տարբերվող իրենց որոշումներով եւ տեսակով, որ մեր ազգը հզորանա միայն։ Թե չէ, նույնը կրկնելու ունակությունը ոնց որ մեր մեջ շատ է տարածված, ես կուզենայի, որ բոլորն ունենան իրենց մտքերը սեփական եւ իրագործեն, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ խնդիրները շատ լինեն, մեկ է կարողանա իզորու լինի իրականություն դարձնել Աստծո օգնությամբ։ Իսկ հիմա այստեղից արդեն ճանապարհը դառնում է այսպես։ Կարող է միջը վերջ սենց լինի, քան լավ կլինի եթե սենց լինի, եթե սենց էլ շնորհ մեկը գնալու ենք։ Մենք ունենք ուխ տանելու, որը լիշ սիրուն ժայռերը։ Բարեկամներ, սա հատի ստանող ճանապարհի ժայռերն են։ Որից ինչ փոս են փորեստը, ինչ կա։ Ստենք իրան է կնոնում, ինչը զորա։ Ուղղա անում արդեն ձախ։ Էսի ջիպերի համար է, մեր ջիպ չի կռասովերա, դրա համար այսպես կգնանք։ Ահա ընկերներ, սա այն ճանապարհն է, որով կարող է գնալ այս պահին հատից լեռան գագաթ։ Սա հենց այդ ճանապարհն է։ Բայց շուտով սա կլինի ասֆալտ, շատ գեղեցիկ ու հարմարավետ բոլոր մեքենաների համար, բայց այս պահին ես խորհուրդ կտայի այստեղ եկող մարդկանց, որ կան ամենագնացներով, որովհետև ցանկացած պահի կարող պետք լինի, որ միացնես ռիչակը, ռիչակ միացնես, որ ավտո դեթա։ Էլի մեր ընկերներն են, նայի իրանք էլ են հետը, հիշնում են։ Դեռ չբացված ընկերներ, տեսեք ինչքան մարդիկ են գալիս, սա իսկապես ազգային արժեք պարունակող գործողություն է, որին պետք է բոլորս մասնակից լինենք, մեր լուման, մեր ներկայությամբ ներդնենք։
զիջելու եմ, ես զիջող եմ միշտ։ Այն կողմի տեսարանները նկարում ես, որ իմանան ուր են գալու, ինչ են տեսնելու, որ կամազի շտապով է իշնում։ Կամազ չէ, հովոյա։ WO է իշնում երևից։ Տեսան եմ վերից։ Հա, հետաքրքիր չի, հիմա էսա լավ, թե կարուսել է։ Բնականաբար էսա, չէ լավը։ Էսա չէ դուրդ գալի աղբեր։ Ուզում ես գազ քշես։ Այսպես նույնպես կարող ենք բարձրանալ, եթե վերևից չունենք մեքենա եկող, էսի բան ճոպանուղու բաներն է սարքում։ Օրվա դրել են է ահագին, հենց դե նայ սիրունա։ Իանալ կարելի է։ Տեսեք իմաստալից դաշտեր են, բայց ամայի էին եւ սա կդառնա շատ ուժեղ աշխատող ճանապարհ։ Դաշտ չէ, հələ հեն ավերևն է այգույն, այդ տեսում տղի է։ 7 կիլոմետր ունենք։ 7 կիլոմետր հələ պետք է գնանք։ Նման դեպքերում պետք է ուշադիր լինես, որ մեքենան հանկարծ շատ չտականա ու վնասես։ Դրա համար միշտ ուշադրություն պետք է լինի այս ցուցիչի վրա։ Հանգիստ ճանապարհ անցանում, ասֆալտը մի քիչ արագ ելնես, ավելի ուժեղ կլինի, էլ չէ։ Ահա առաջին հանգստյան տեղը կլինի սա, երևի մարդիկ գալուց որ կանգնեն ստե չայ, կոֆե ու շարունակեն ճանապարհը։ Կամազա գալիս հերվից։ Հա? Կամազա գալիս։ Տեղում ենք զիջենք։ Աշխատանքները ուժեղ թափով գնում են։ Այստեղ վերևից եկողն է զիջում մարդան, միշտ իմացիր։ Բեռնատարի վարորդները բոլորից լավ գիտեն այդ կանոնները, դրա համար ներքևից բարձրացողը պետք է իր համար գեղեցիկ բարձրանա։ Հետո մի հատ էլ այսպես ասի շնորհակալություն։ Դաշք, ռեստորանը ափսոս մի քիչ երկինքը փոշոտ է, այստեղ չի երևում ամբողջ գեղեցկությունը, բայց մի անգամից երևում է Արագած լեռը, դեռ կես ճանապարհն էլ չենք բարձրացել, շեշտում եմ։ Արայի լեռը նույնպես երևում է, արագեղեցիկ է, էլի։ Սիրուն արան, Նախշարան, Երցանի բան, ստերես, գյոզալորով, գյոզալ տեղով։ Մեր ճանապարհը ճշմարիտ է, պետք է որ իրեն լավ պահի մեքենան։ Բայց մինչև պահը հաստատ սովորական մեքենաներն էլ կգան, ես վստահ ասում եմ, հələ բարձրանենք, տեսնենք ուր է տանում ճամփան։ Բայց այն որ նորը տեստավիմ հելեմ դրա համար շատ բարձրացավ ջուրը։ Հələ որ հսկայական աշխատանք պետք է անեն, հսկայական արել են ու հələ պետք է անեն, պատկերացնում ես։ Ահա ընկերներ, դեռ կա ահագին որ պետք է գնանք։ Ճոպանուղությունները արդեն համարյա թե դրել վերջացրել են։ Երկու ճանապարհ են սարքել, մեկը ճոպանուղու համար, որ ճոպանուղին տեղադրեն, մյուսը մեքենաների համար։ Բայց մեքենան ասես խնդիր չէ, տալի չէ, տալի։ Նագրուսկա է, էլի չէ։ Տոկոսը իշնում է, էլի արդեն նենց են սարքել, որ ավելի հեշտ բարձրանան։ Իշնի։ Ասանց է իրա ձևը։ Սաղոտ կետանց։ Իշնում է։ Կային է։ Ոխացի երկրորդ։ Երորդ։ Դուց հանգիստ է գնում էլի։ Լավ է։ Լավ է։ Love. Շատ իր դառնանք գնանք։ Բարևեցինք մեր բարեկամին։ Դե ինչ, հենց սպասենք նորությունների կմիանանք, էլի, զանձրալի չլինի։ Բարեկամներ, արտիստները հագեցած են նաև օբսիդիանով։ Այստեղ շատ օբսիդիան կա հանդիպես։ Այսօր մենք փորձելու ենք տեսնել նախ պատվանդանը, որի վրա պետք է կանգնեցվի Հիսուսի արձանը, աշխարհի ամենամեծ, իսկ հետո նոր բրոնզե դարի ամրոցը, որը տեղումների արդյունքում հայտնաբերվեց։ Այսինքն արտիստները դառնում է կրկնակի երրակի այցելության վայր, պլյուս
հանգստանալու տեղ, որովհետև ճոպանուղին հենց դրա համար է նախատեսված։ Մի խոսքով Ամայի դաշտերը վերածվելու են ուղղակի Շամիրամի այգիների։ Պատմությունը կրկնվում է, ընկերներ։ Գեղեցկություն ենք այստեղ տեսնելու։ Բացի գեղեցկությունից եւ բարուց, ուրիշ ոչինչ չես տեսնի այս լեռան լանջին ու գլխավերևում։ Անկամ գրունտային ճանապարհ սարքելիս այնքան խելացի են ամեն ինչը արել, որ սելավատարներով, բանով ամեն ինչը կա ու գրունտային ճանապարհը, չգիտեմ ինչքան ժամանակ է որ այս ճանապարհը արդեն կառուցել են, բայց մինչև հիմա չի քանդվել։ Սա խոսում է այն բանի մասին, որ այստեղ պրոֆեսիոնալներ են աշխատել, իրենց գործի գիտակներ եւ իրականում ստացել են այն ինչը որ ուզել են։ Այսօր էլ մենք ենք այս ճանապարհով անցնում, հեթաթային է ուղղակի ամեն ինչ եւ առիթը բաց չթողեմ ասելու, որ իմ շատ սիրելի բարեկամներ, հայրենակիցներ այստեղ գալուց մեքենայից մի նետեք այնպիսի բաներ, որոնք համահունչ չեն բնությանը։ Միանգամից երևում են, երևացող է էլի, աշկը ծակում է, բայց այնուամենայնիվ այդպիսի բաներ անող մարդիկ չեն դադարում իմ բարեկամները լինել, իմ հարազատները, այնպես որ խնդրում եմ բոլորիդ մի նետեք, այսինքն հավաքեք մոտները տեսասա ազիվի լավնից մեջ, ոչինչ ես չեմ նեղվում, կտանեմ իրա տեղը, կդնեմ կպստի կեթա։ Թե չէ ձեր այցելությունը պետք է միայն օգուտ տա, ոչ թե վնաս։ Պատկերացրեք ինչքան մարդիկ են աշխարհից գալու այստեղ ու այս ամենը տեսնեն։ Տերտվում ա ճուտիկը։ Համարյա թե հաղթահարում ենք արդեն, ոչ թե հաղթահարում ենք, այլ հասնում ենք արդեն երկրորդ ոլորապտույտներին, որոնք մեզ արդեն վերջնականապես կհասցնեն Հատիս լեռան գագաթ։ Հզոր տեսարաններ, աչից, ձախից, ձախից չէ հելը, ձախից բլուրը խանգարում է, բլուրակը չի թողում որ նայենք, բայց աչից որ թույն է ամեն ինչ, շատ սիրում։ Ափսոս այսօր եղանակային պայմանները մի քիչ մռայլ են, չեն թողի որ շատ բաներ տեսնենք, բայց ամեն դեպքում կա գեղեցիկ տեսարաններ այստեղ անպակաս են լինելու։ Մնում է 12 հատ ոլորապտույտ է այստեղ մնում հաղթահարել, ընկերներ։ Թասի պերևալներն է էլի Հատիսի լանջին։ Ով կարոտել է թասի պերևալները, եկեք այստեղ, այս կարոտները տարենք, ամեն լավ բաներ կտեսնենք։ Գալիս է Նիվան լեգենդար, բան, Նիվա է գալի, բան։ Էն ախ է, Նիվան է կա։ Վերևից էլի մեքենայի գալիս, արդեն Ֆորդը։ Նայ Նիվան։ Դե բարեկամներ, ամեն դեպքում կարող եք սովորական մեքենաներով էլ գալ, եթե շատ ափսոսացող չեք մեքենան, անպայման չեք փոշմանի, կգաք կտեսնեք ուրախանակ կհիանաք ու կգնաք։ Բարի օր ձեզ։ Այդ Նիվայով բարեկամներ։ Տեսեք ինչ շարժ կա Հատիսի լանջին, ինչքան մարդիկ են եկել, երևի թե հենց մեր նման եկել են տեսնեն, ծանոթանան, առաջին անգամ իրենք բարձրանան, իշտեն, հետո գան արդեն պատերազմի ժամանակ, որ տարբերությունները զգան։ Հզոր է բարեկամներ։ Մենք էլ ողջունում ենք բոլորին, ի տարբերություն բոլորի, նրանք մեզ չեն ողջունում, բայց ես ունեմ էլ այդ բնավորությունը, որ ողջունի եմ ձգտում ու ողջունում։ Տեսեք, տեսարանը արդեն ավելի է ճոխանում, որովհետև գնալով ավելի ենք բարձրանում, գրունտը նկարի, Հատիսի գրունտը այս հատվածի բանը է, ինքը հանգած հրաբուխ է եղել, նաև չմոռանանք շեշտել, Հատիսը եղել է հանգած հրաբուխ, այս բային նա հանգած է ժամանակին ժայթքել է, ավերածություններ է բերել, բայց այսօր ահա սա է վիճակը, արդեն սառած, այն ագրեսիվությունը կորցրած, ալեհեր մի պապիկ է դարձել ու պատրաստ է մեզ ընդունի իր մոտ։ Նոյը դորգրումա։ Նո ինչ ես մեր տեսանյութին դու խանգարում ախպեր, հա? Ինչ ես դու խանգարում մեզ։ Չես խանգարում, լավ։ Ասма լավում է։ Աստորեն ինչ սար բարձացանք Պորշով հրաբխային ծագման էր էլի։ Մի հատ վայոց սար է լանք, վայոց սարի տեսանյութը կա մեր եկում, կարող եք մտնել նայել։ Իսկ հիմա Հատիսն ենք հաղթահարում։ Երկու դեպքում էլ մեր մեքենան իրեն շատ լավ պահեց, հիմա հələ պահում է էլի, չենք հասել դեռ, հասնենք մի հատ քիչնով կապոտը կպաչեն։ Բայց ինչ ես ասում, չկարելի, այսքան մեր համարանում է այս ապնը։
մեր ու մեր բարեկամների համար, մեր բարեկամները եթե առաջ անգամ տեսնում են Հատիսի ճանապարհը ոնց կա, հետագայում այս ճանապարհը կդառնա ասֆալտ։ Բայց ես կուզենայի, որ ինձ սկզբից ասֆալտ լիներ, որ շինարարության թափն էլ արագ լիներ, էլի։ Հիմա օրինակ որ ասֆալտ լիներ, մենք վստահ եմ մի քիչ շուտ կհասնենք դեռ։ Հələ մի քիչ էլ ավելի։ Խաղաղ կյանքին մեզ պարգև է Արկերի պայթյուն լսվեց սարերում Վիրավոր տաղեք, քիչ էլ համբերեք Քաջավար ամսին հասավոք նությամ Բժիշկ մայիսներ հայրապետյամ Գրապխային ամպարների նստվածքները խիտ Ջուրը մի քիչ լավ հասավ հարում Ջուրը մի քիչ իրան լավ չի բաղ Անհանգիստ եմ բարեկամներ, դաշտի մեջ հանկարծ ջրերը տականամ արագացը իշ սիրուն է երևում, արագացը նոյի ճրջվանքների մեջ Այ սիրուն է, ես բույսերը, մենք ասում ենք սրան բալդերկան ենք ասել սրան, մեր դաշտերում էլ կա Իլը աղբեր գալի, մի բայ գալիս դեպի մեզ Արի դու իրադարձություններին ներկա եղի աղբեր Այ ուր ենք էտ Ձենում ես Այ հատ երաշցուն դնեմ, որ ավելի լավ է թաս Կապ չկա Կապ չկա Իշկա թոմանար Բենի հայրենասիրական չի Հայրենիքից Հայրենական սիրով մի բան լինի, մի գործ լինի Լեզու ցույց տուլ է Ապրես Նոյը դեռ կարողանում է միայն լեզու ցույց տալ, այնպես որ բարեկամներ իմացեք այդ մասին Նա դեռ շատ բան չգիտի, մենակ Լեզու Նոյ Ուրա լեզուն Ցույց է տալի, չէ Ծածանվում է հայոց եռագույնը Հատիսի գագաթին եւ բրոնզե դարում երբ որ ամրոց էին կառուցում նրանք չգիտեին որ անցնելու է 20 դար եւ 20 բայց 10 քանի դար ու հենց իրենց ամրոցի վրա ծածանվի հայոց եռագույնը Արձանի փոքր տարբերակը դրած է Հա, արձանի փոքր տարբերակ ունենք ընդ է, ավելի լավ Խաչի մոտա No, հետաքրքիր է, հա? Հրազդանն է երևում կադրերում, բարեկամներ Այստեղից շատ բաներ կտեսնենք Ուր ես ուզում գնաս, արա, հանգիստ տեղը Շինարարներից է ինձ թվում է, այնքան իչ է բարձրացել, որ արդեն կոնկրետ ճանապարհի որակին տիրապետելով, արագ վարելով գնում Մենք էլ կարանք, բայց ինձ թվում է պետք չէ, էլի, հա, Վարդան, պետք չէ Առաջի անգամ նա դանդաղել ենք, որ սիրուն ամեն չֆիքսենք Շողում է արևը հայոց հողի վրա Օբսիդյանները փայլում են Հատիսի լեռան լանջին Ծածանվում է եռագույնը Եվ իհարկե կամազով մի խումբ մարդիկ են իջնում Նայ, ավտոբուսն աստեղի Եվս մեկ նիվա Նիվան ակտուալ է Հատիսի լանջին այսօր, որովհետև արդեն 4-րդ նիվան տեսար, նորի 5-րդ։ Աշխատավորներն իջնում են, լավ չեն կարա հետները շփվում։ Ես մտածի կոմենդել են մի երկու հարց կտանք կպատասխանեն։ Ասեն ինչքան լավ անցնում շինարարական աշխատանքները։ Ամազի հերթնամ ես հասնելու։ Այսպես է, երբ որ նպատակ ունես, երբեմն շատ հեռու է թվում, բայց պետք է հավատք ունենաս ու գնաս դեպի քո նպատակը, կամաց հանգիստ դժվարությունները, ռիսկերը հաշվի առնելով, մեկ էլ կնկատես հասար տեղ, բարեկամներ, կյանքը հեքիաթային է, եթե այն այդպես ընդունես, այնպես որ իմացեք ու հավատացեք, ինչ որ ուզում եք դառնա իրական, վաղ թե ուշ մի օր դառնալու է, մնում է դուք ամեն վայրկյան, ամեն պահի մի քայլ անեք դեպի ձեր երազանքն ու նպատակը։ Կարմիր հողը, նորավանքի հողի նման է, դնում ես ինչքան տարբեր ռելիեֆ ունի մեր շատ սիրելի Հատիս լեռը։ Գնալով ավելի է գեղեցկանում ու հարստանում տեսարանը ընկերներ։ Հատիս լեռը կարծես հենց գագաթին
առանձնահատուկ պաշտոնված լինի իր հողաշերտով ու ձևով։ Հասնենք տեղ, դրոնով ուսումնասիրենք, շրջենք, եթե կգտնենք ավերակները գտնենք, անպայման ամրոցի Բրոնզեդարյան հնարավորանից ոսկի էլ գտնենք ու դզվենք ի վերջո, մենք էլ դզվենք, դառնանք հարուստ։ Թեկուզ ես հարուստ եմ, մատ 10 քանի կիլո ես հարուստը։ Քանի կիլո ես արա, 12 կիլոանոց անգին զանգված է իմ գրքում։ Ահա, հասանք արդեն շինարարության ընկերներ։ Ես չեմ էլ պատկերացնում այստեղ ինչ է լինելու, բայց որ գեղեցիկ է դրա մասին խոսք չկա։ Հրաշք հատիս լեռը։ Այստեղ ես հողը չեմ բերել, չէ՞, հենց էս իրա հողն է։ Կարմիր հողը։ Ինչ հողը, դուք մեմ եմ, չէ՞։ Շինարարները աշխատում են։ Հսկայական միջոցներ են այստեղ ներդրվել ընկերներ։ Եվ սա մնալու է պատմության մեջ իր անուններով եւ հենց բուն շինարարությունը կմնա պատմության մեջ, որովհետեւ հաստատ արժանի է որ մնա։ Տնակ ստե մեզ ճանաչող կլինի, հատիսի գագաթին տեսնենք մենք բարեկամներ ունենք, թե չունենք։ Իմ կարծիքով կունենանք։ Էսա գագաթը։ Չէ, անկոմ։ Մենք պետք է տանք, ասենց հա, դե անջատի մոտ հարց փորձանությունը դեպի ամրոց, գնանք հասնենք ամրոցին։ Ինչ սիրուն այստեղից։ Այդ ամրոցները, որ ամրոցի բանը չլներ, ավերակները, Հիսուսի արձանը այս ամենավերևում էին տեղադրելու, բայց քանի որ կա բարեկամներ, արդեն շուն էլ կլինի, ամեն ինչ կլինի, բան, ինչ ես զարմացել։ Եղեք ու տաղա ես այախ պետք է տեսած բայ շունչ ես տեսել։ Զոր։ Հիմա ամենավերևում ենք հատիսի, հա։ Հասանք եթե լավերակներն է բանի, Բրոնզեդարյան։ Հիմա ես հետ նկարենք, հետո շինարարությունը դրոնով մենք կվացնենք ու կիշտենք։ Այն արմաղանն է։ Բենի, արմաղանը չի, բանն է, աժդահակն է հաստատ։ Հնարավոր է հիմա մենք արդեն Բրոնզեդարյան ամրոցի մեջ ենք այս պահին, մեր օշկայինը։ Ահա այս հատիսի ամենաբարձր կետում այս քարերն են գերիշխում գերակշռում, սրանք են հրաբխային քարեր են։ Հիմա ես տեսնեմ, եթե ջրի ջերմաստիճան դիչելա հանգցնեմ ավտոն, հա։ Իջելա։ Շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, բարեկամներ, այս կողմում Բրոնզեդարյան ամրոցի մնացորդներն են։ Հրաշք տեղ է սա, եւ հենց սա դարձավ պատճառը, որ Հիսուս Քրիստոսի արձանը այստեղ չկանգնեցրեցին, եւ ես վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը սրա մասին էլ է մտածել ու հաստատ կվերանորոգի, որպեսզի այստեղ եկածող մարդը սա էլ տեսնի, թե ինչ տեսք է ունեցել, մոտավորապես որ պատկերացում կազմեն, թե ինչ ամրոց է այստեղ եղել, հələ նայ, երևում է մինչև տես դարեր անց, հələ նշմարվում է տեղերը, էլի որտեղ ինչ է եղել, հələ տես։ Եսի դրոնով նկարելու է, դրոնով կնկարենք, վերևից կտեսնենք տեսարանը։ Եվ սա մի մոմենտ, մի պահ դարձավ աղմկահարույց թեմա, այն էլ չգիտեին, որ եթե մարդը նպատակ ունի, հաստատ ճիշտ ու ճշմարիտ ձևը կգտնի այդ նպատակը իրագործելու։ Հետևաբար ես կրկնակի ուրախ եմ, որ այս հարցը ճիշտ ձև հանգուցալուծվեց եւ հիմա մենք շրջում ենք Բրոնզեդարյան ամրոցի տարածքով։ Ես չգիտեմ այստեղ ինչ տեսք ունեցող մարդիկ են ման եկել գործունեություն ծավալել, բայց մի բանում վստահ եմ, որ այստեղ հզոր ժողովուրդ է եղել, որ կարողացել է այս սարի վրա նման ամրոց կառուցի։ Եվ ոչ պակաս հզոր են այստեղ գարեջուր ընպած մարդիկ, որովհետև մի քիչ ոնց որ շշի պակաս չկա, էլի, հարգելի շիշ հավաքողներ, եթե դուք գաք այստեղ, իմացեք, որ լիքը շիշ եք հավաքելու գարեջրի, եկեք հավաքեք ամեն ինչ հեքիաթային կլինի, տեսարանը իսկապես ցնցող է, հրաշք, ես հենց հիմա հասկանում եմ, թե հենց ինչի համար այստեղ պետք է լիներ Հիսուս Քրիստոսի արձանը,
Հզոր ուղակի, շատ վեհ տեղ է այս տեղը։ Հայոց եռագույնն է ծածանվում, քամին մի քիչ դաժան է վարվել նրա հետ, բայց կարևորը ծածանվում է խաչի ֆոնին, մեր եռագույնը։ Այստեղից երևում է կամ աժդահակ, աժդահակն է, բայց Վարդան բանը արմաղանը տես ռեսկի բան չուներ, սրընթաց լանջ չուներ, էլի։ Աժդահակն է երևում, ինչը, ինչը նայենը։ Չէ, աղբեր աժդահակը էնը, հաստատ էնը աժդահակը։ Ես կողմ չգիտեմ ինչ սարեր են, այն կողմում Հայաստանի հյուսիսն է ընկերներ, մեզնից արևմուտք գտնվում է Մասիսը, երկու Մասիսները մեծ ու փոքր, արևը որ ծագում է արևմտյան Հայաստանից, սա ճանապարհն է մեր հատից բարձրացող, որը շատ գեղեցիկ է, հսկայական միջոցներ են ներդրել, որ սա լինի ընկերներ, սա մարդու ձեռքով ստեղծված հրաշք է եւ այն պատվանդանը, որի վրա կլինի Հիսուս Քրիստոսի արձանը, տեսեք։ Սա այն արձանն է, որը շուտով կանգնեցվելու է Հատիսի գագաթին, բարձրությունը 101 մետր։ Աստիճան ու ճոպանուղի, որոնք այցելուներին կհասցնեն այն բարձունք, որտեղ տեղադրված է լինելու փրկչի արձանը։ Ինչ փուլում է հիմա, մարդիկ աշխատում են, ստեղծագործում են, որ շատ գեղեցիկ լինի, հզոր լինի, զորեղ։ Այստեղ էլ մնում ապրում են, հա, հենց այստեղ ապրում են իրանք։ Հզորություն։ Ինձ թվում է նախատեսվածից մի քիչ ավելի բարձր են անելու պատվանդանը, որ Հիսուս Քրիստոսի արձանը մտածենք ստեղից է բարձրանում, էլի։ Պատկերացրու, որ բլուրի վրա ինքը շատ բարձր երևա, էլի։ Հանգած հրաբուխն է, ինի։ Հանգած հրաբուխներ, ընկերներ, Հայաստանը հենց գտնվել է հրաբուխների էպիկենտրոնում, այստեղ շատ հրաբուխներ կան։ Նաև այստեղից, եթե եղանակային պայմանները պարզ լինեին, երևում է Երևան-Սևան մայրուղին, երևում է Արագածը, Արալեռը, ամբողջ Հայաստան աշխարհը կարելի ասել, բայց Վայոց ձորը չերևում, Սրտովս հետի չի, ինչի չերևում, թող երևար էլի, ստից նայես Վայոց ձոր, երևա, Վայոց ձոր այն կողմն են գնում, էլի, Սևանա լիճն էլ որ երևալ ավելի հզոր կլներ, բայց ոչինչ։ Ամեն դեպքում մենք հիմա հզոր տեղ ենք, ուր են մեր երկու բաները, քանդողները, չբռնեն բրոնզե Դարյան ամրոցը քանդեն, բնապահպանները էլի գան վրես։ Վան, մանե։ Հա, մրսան, հա։ Նոյ, դու իշ կասես։ Դու իշ կասես, բալա։ Հե։ Տեղատե։ Կարմես նկարես Հայկույի։ Մեր օպերատորը դարձավ Հայկույին, որովհետև Վարդանը գնում է արդեն դրոնը գործարկի, որպեսզի դրոնով ունենանք այստեղի գեղեցիկ կադրերը, հա։ Լուրջ։ Ինչ մեղու։ Ստե մեղու կա։ Հատիսի գագաթին մենք մեղու ենք գտել, բարեկամներ։ Սա այն տեսարանն է, տեսարանը ցույց տու։ Շուտով որ ամբողջովին կձևափոխվի եւ այստեղ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը։ Տեսեք այսպես բարձր։ Գալու են բոլորը նկարվեն ու շատ սիրուն կլինի Հայկույի պատկերացրու ստեղ կգան ամրոցի փլատակները արդեն վերականգնած կլինեն, չէ՞, կլինի
շատ հեքիաթային իրավիճակ։ Արա գեղեցիկն ու Շամիրամը կրկին կենթանանան եւ կսկսեն ապրել մեր մեջ, մեր հետ։ Դες ինչ սիրուն տեղ են, եկե ռոմանտիկ են էլ, չէ, սիրուն է, չէ։ Ուզում ես սիրահարվես գալիս ես։ Դրոշը նկարի Արագածի ֆոնին իր սիրունը։ Կարաս զում անես, եթե կարաս։ Չէ, դու շատ լավ օպերատոր ես։ Իմ առաջին օպերատորը եղել է հենց Հայկուին, բարեկամներ, մենք ընտանեկան գործ ենք սկսել, հետո որ երեխաները արդեն շատացան, էլ չէր ելնում, որ Հայկուին լինի օպերատորս, ու փառք Աստծո եկավ Կամոն, հետո եկավ Վարդանը, ու այսպես շարունակում ենք դեռ մեր ճանապարհը։ Հիմա բայց բանը աշդահակել պետք է գնամ անպայման մի օր։ Վարդան մի օր որոշում են գնանք աշդահակ։ Եվ իհարկե մեր տեխնիկան, որը մեզ բերեց հասցրեց այստեղ, շնորհակալ եմ, խոնարհվում եմ քո առաջ, ես էլ այսպես Կան գրեմ հատիս։ Ասել եմ, որ պետք է պաչեմ, չէ։ Հարի պաչեմ, լավ։ Հարի Հայկուի։ Զնակը պաչեմ, լավ։ Սրբեմ պաչեմ։ Ես նյութապաշտ չեմ, ուղղակի մեքենան դառնում է ընկեր նեղորերիդ ու քեզ օգնում է, դառնում է քո լավ ընկերը։ Ահա եւ դրոնը օթում է։ Վարդան Հայկուին նկարի դու էլ դրոնով սկսենք մեր պրոցեսը իշնելու։ Հա, ճիշտն է, բամանանք ինչ անենք։ Ոչ խորոված ենք վերցերետներս, ոչ էլ ստե խորոված ուտելու տեղը։ Ոբեք կսարքեն նոր կգանք խորոված ուտելու։ Դե ինչ բարեկամներ, նստեք, տեղավորվեք։ Մենք որոշեցինք շարժվել։ Հայկուին պնդեց, որ հատիսի լանջին նկարվենք։ Նկարվում ենք։ Գագաթին։ Գագաթին նկարվենք, հա։ Արի դե նկարվում ենք։ Արի այսպես, արևը չի թողում, այս նկարենք Դոմիկի հետ միասին։ Հա, չէ, սենց։ Նկարվում ենք։ Վիդեո ենք նկարվում, գիտես, չէ։ Նկարվանք։ Դե նկարվում ենք էլ, ինչ նկարես ուզում, դու վիդեո ունեցանք ուժեղ։ Հուսով եմ մեր բարեկամները հավանեցին այս տեսանյութը եւ եթե դժվար չի, տարածեք, լայքեք, բաժանորդագրվեք, իսկ մենք սիրուն դրոնային կադրերով հետ ենք իջնում այդ սիրուն ճանապարհով եւ հիշեք, ասածս գալու է օրը, որ այստեղ բարձրանալը շատ հեշտ դառնա, որովհետեւ ասֆալտապատ է լինելու ճանապարհը, իսկ մենք մեծ սիրով այդ ժամանակ էլ կգանք, տարբերությունները կտեսնեք, իմանաք, իսկ հիմա ես բարձրանում եմ այս պահին, հենց այս պահին ներկա դրությամբ հատիսի ամենաբարձր կետը, որը հենց սա է, տեսեք, այս քարերի կույտը, որը ժամանակին խնամքով ճիշտ դասավորված է եղել եւ իրենից ներկայացրել է մեր ամրոցը Բրոնզե Դարյան, հեսա այստեղ եմ ու հենց հիմա պտտում ենք տեսախցիկը ու տեսեք այստեղից ինչ տեսարան է, հզոր, այսպիսի տեսարան, շատ քիչ տեղեր կա եւ սա նկատել են մեր հատիսում Հիսուս Քրիստոսի արձան տեղադրողները, դրա համար էլ հենց սա է ընտրվել կոնկրետ հատիսի Հիսուս Քրիստոսի պատվանդան, տեսեք հովը նա հատիս սարի, ոչ մեկ ձեզ ցույց չէ տվել, ես ցույց եմ տալի, այսպես ես տարբերվող եմ, ես սիրում եմ տարբերվել լավ իմաստով, իսկ այս ավերակները շատ շուտով վստահ եմ, որ նոր դեմք են ստանալու են առաջնային տեսքը եւ մենք բոլորս գալու ենք այստեղ հիանալու։ Հələ տեսեք սևահողեր են այս։ Սևահողը կարտոշկայի հողն է, Մի սամալյոտ ունենայի, նստեի մի անգամից գնայի Եղեգնաձոր, բայց որ չունեմ, չեմ էլ կարա։ Տեսեք էլի ավերակներ, աստորեն ամբողջ հատիսի շրջակայքը ավերակներ կան, որտեղ մարդիկ ապրել են, ստեղծագործել ու պաշտպանվել թշնամուց։ Որը ձիերը, ձի եմ գտե, ձիերին էլ նկարեմ գամ։ Տեսեք արոտ են անում ձիուկները։ Ահա, այսի սիրունա, նա հիմա դեպի մեզ, իրան առանձին ուշադրություն պիտի դարձնի։ Ահա ընկերներ, այսքանը մեր հատիսից,
Հիմա արդեն դրոնով ձեզ կներկայացնենք ավելի գեղեցիկ պատկեր Մայրամուտը Հատիսի, ուղղակի գերբնական է, հրաշք ու աստվածային։ Մնում է միայն արձանը տեղադրեն, որ գանք էլ ավելի ուրախանանք։ Իսկ հիմա մերոնք արդեն լրիվ պատրաստ են գնալու, այնպես որ միասին գնում ենք։ Վարորդը եկավ, 6 այսենց։ Ես ես կնկարեմ, դու էլ դրոնով էլի սիրուն կադրեր վերցրու քո ստիլով, քո ճաշակով, որ գնանք։ Կա դժվարություն չկա առասակ։ Մրցակ։ Մրցել եք։ Այս գիտես հեշտ է մեր գործը, այսենց գալիս ենք, մրցում ենք փոշիների մեջ։ Բայց կարևոր մեր ուզածը անում ենք, էլի։ Սիրուն կադրեր ենք ունենում եւ իմաստալից պատմող հայ մարդու աշխատասիրության մասին, հայ ազգի ծաղկելու մասին։ Հա? Կաբել որտե ես տենում։ Ապրես շատ ցածր է, ոնց կարող կպնի։ Եթե կպնի դուր դրոնն ուր վիճակ։ Ահա, հիմա ակելակելով իջնում ենք։ Իսկ ես ասեմ, որ ահա որ բան ալելու։ Ահա ֆիկն է գալիս վրա։ Սպիտակ քոթոթը։ Ահա, այս տեսքն ունի այս պահին հոկտեմբերի 16-ին մենք եկանք ու նկարեցինք այս հրաշք կառույցը։ Տեսնենք երբ պատրաստ կլինի մեր հաջորդ այցելության համար։ 13 րոպե դրոնը, ոչինչ, ինչքան կհասցնի թող ֆիքսի։ Հա, կողերը ֆռացել ես, հա, շինարարության կողերը։ Հա։ Գերներ, շարունակում ենք մեր ճանապարհը։ Ջանա։ Հա։ Գեղեցիկ տեսարաններով իջնում ենք, բարեկամներ։ Ինչ կարողացանք այսօր ֆիքսեցինք Հատիսից, պատմեցինք Հատիսի մասին, իսկ Հատիսի մասին դեռ ամբողջ աշխարհն է լսելու ու գալու։ Սա սկիզբն է, բարեկամներ, իսկ սկզբում կանգնած են հայերը, հայրենասեր հայերը։ Գնացինք։ Շատ գեղեցիկ է երևում Հատիսը իջնելուց։ Պատես է դες բան ջուրը տականա իջնելուց։ Ոնց է նոմա։